Սուրբ Ծնունդ։ Քանի որ մեր դարևերջի հավաքույթն է եւ շուտով նոր դարին կգա եւ մենք գիտենք, որ այստեղ Միացյալ Նահանգներում ծնունդը Քրիսմասը դեկտեմբեր 25-ին են դոնում, այդպես չէ։ Իսկ մեր հայ առաքելական եկեղեցին դոնում է ծնունդը Քրիստոսի հունվար 6-ին։ Ամենևին մեզի այնքան էլ հետաքրքիր չի, թե ինչու համար դեկտեմբեր 25-ն է, հունվարի 6-ն է, ամենևին կարևոր չէ։ Եվ այն էլ ասեմ, որ այնքան էլ ճիշտ չէ, ոչ 25-ը, ոչ էլ հունվարի 6-ը։ Բայց մի բան ճիշտ է միայն, որ Հիսուս ծնվեց։ Հիսուս ծնվեց փառք իր անվանը։ Եվ ինչպես գրված է, Աստված մարմենով հայտնվեցավ, մարմնի մեջ հայտնվեցավ, հոգիով արտարացավ, հրեշտակներուն երևցավ, հեթանոսներուն քարոզվեցավ, աշխարհի մեջ հավատացվեցավ եւ փառքով համբարձավ, հորը աջ կողմը նստավ եւ գալոց է նովի մարմնով են, նորից պիտի գա իր մարմնով, ձեզի որպշեմ թողներ, ասեց կգամ ձեզ, կդանեմ այնտեղ, որտեղ որ իմ հորս տունն է, այնտեղ շատ բնակարաններ կան, հավիտյան Տերոջի հետ մենք պիտի լինենք։ Եվ մենք աղոթենք, որ Տերոջի գալուստը այս նոր դարվա ընթացքում թող լինի, մեր բոլոր պրոբլեմներին, դժվարություններին վերջ կդրվի այլևս եւ մենք Քրիստոսով նոր կյանք կսկսենք հավիտյանս հավիտենից։ Ուրեմն այսօրվա նյութը ծննդյա մասին չի, Քրիստոսի ծննդյա մասին չի, բայց նոր դարվա հետ կապված նյութ է, քանի որ նոր դարվա շեմին ենք գտնվում եւ 2-3 օրից հետո մենք կդիմավորենք 2026 թվականը։ Երբ եղավ այդքան շուտ։ Կարծես թե 3 ծնվեցինք, 3 երեխա էինք, այսօր մենք ամբողջ մեր կյանքը անցկացրենք, արդեն եղանք բիձա մարդիկ եղանք, էլի ձեր մարդիկ եղանք, այդպես չի, ոմանք էլ մեծանում են, այո, փառք Տիրոջը։ Ես միտ չունեմ շատ երկար խոսելու, որպես մենք շատ ժամանակ ունենանք շահենք վերևը գնալու համար։ Ուրեմն անդրադառնալով անցյալ դարվա մեր հոգևոր կյանքին, մեր սրտերը մի պահ տրտմությամբ պիտի լցվի, երբ հիշենք մեր ոչ քրիստոնեավայել ընթացքը։ Ուրեմն այս նոր դարին մի նոր ընթացքով սկսենք։ Անցյալ դարի էլ ասեցինք, այս ժամանակ շնորհավոր նոր դարի ասենք, եւ 2024 թվականը վախճանվեց, 25 թվականը մենք սկսեցինք, եւ այսօր էլ 25 թվականը դարձյալ ձերացավ, հինցավ եւ մեռնելու վրա է արդեն, մենք մեր առջեւ մի նոր դարի ունենք, անցյալ դարվա մեջ շատ աջողություններ ունեցանք հոգեվոր, նաեւ ձախորդություններ ունեցանք, ուրախ արիտներ ունեցանք, տխրելու պատճառներ ունեցանք, այդ բոլորը ունեցանք մենք եւ այս նոր դարվա ընթացքին էլ մենք չգիտենք մեզի ինչ կբադայի, բայց փառք Տիրոջը, ապրենք էլ, մեռնենք էլ, մենք վախենալու բան չունենք, Քրիստոս հավիտյան է, հավիտենական է, եւ մենք պիտի գոյատևենք իրեն հետ, թե ապրենք, թե մեռնենք, իրեն ենք մենք, իր արյամբ մեզի ձախու արավ, մենք իրեն ենք պատկանում, փառք Տիրոջը։ Ուրեմն անցյալ դարվա ընթացքում երբեմն ոչ քրիստոնեավայել բաներ տեղի ունեցան, այս նոր դարին էլ մի նոր ընթացքով սկսենք։
ուրեմն մի հատված Ղուգասի ավետարանից պիտի գարտամ 24-րդ գլխի 13 համարից մինչև 36 համարը որպես բնաբան եւ ահա անոնց մե երկուքը նույն օրը գեղմը գերտային որ Երուսաղեմե 60 ասպարեզ հերու էր 60,000 ասպարեզը 7 մայլի չափ է Եվ անոր անունը, որտեղ որ գնում էին, Էմավուս էր։ Էմավուս էլ նշանակում է արհամարված ժողովուրդ։ Եվ անոնք կխոսեին իրարու հետ այս բոլոր եղած անցկերու վրայով։ Ու եղավ, որ երբ անոնք կխոսակցեին ու խորհրդածություն գնեին, Հիսուս ինքն ալ մոդենալով անոնց հետ գերտար։ Բայց անոնց աչքերը բռնված էին, որբեսի զինք չջանչնան։ Եվ ըսավ անոնց, ինչ են այն խոսքերը, որ քարելով իրարու հետ կխոսակցիկ ու դրտմած ալեք։ Բադասխան տվավ անոնց մեկը, որուն անունը Գղեոֆաս էր, ու ըսավ, Դուն միայն Երուսաղեմի մեջ կգենաս ու չես գիտեր, թե ինչեր եղան հոն այս օրերս։ Եվ ինքը ըսավ անոնց, ինչ, անոնք ալասին, Նազովրեցի Հիսուսի համար, որ Աստծո և բոլոր ժողովուրդին առջև գործով ու խոսքով զորավոր մարգարե մի եղավ։ Ինչպես քահանայապետները ու մեր իշխանները մահվան դադաստանի մատնեցին զանիգա և խաչը հանեցին, իսկ մենք գահուսայինք, թե անիգա էր, որ Իսրայելը պիտի ազատեր։ Եվ այս ամենու վրա այս երրորդ օրն է, որ այս բաները եղան, նաև մեր մեջ է մեկ քանի գիներալ մեզ զարմացուցին, որոնք արդվանց գալուխ գերեզման նգացին, ու անոր մարմինը չգտնելով եկան ու ուսին թե հրեշտակներու դեսիլ կա դեսան, որոնք ըսեր են թե անիգա ողջ է։ Եվ մերիններեն մեկ քանիներն ալ գերեզման նգացին ու այնպես կդան։ Անալ ըսավ անոնց, Հիսուս ըսավ անոնց, ով անմիտներ ու թուլասիրտներ հավատալու այն բոլոր բաներուն, որոնք մարգարեները խոսեցան, չէ որ Քրիստոսի պետք էր այս չարչարանքները գրել եւ իր փառքը մտնել։ Ու սկսելով Մովսեսը եւ բոլոր մարգարեներեն գմեկներ անոնց, ինչ որ իրեն համար բոլոր գիրքերում մեջ գրված էր։ Երբ մոտեցան այն գեղին ուր գերտային, ինքն ալ գծություներ թե որպես թե ավելի հերու դեղմա պիտի երտար, բայց ստիպեցին զինքը ուսին մերքով գեցիր, վասնզի իրիգունը մոդ է եւ օրը իջած եւ մտավ անոնց հետ գնալու։ Ու եղավ, որ երբ ինքը անոնց հետ սեղան նստավ, հաց արավ, օրտնեց ու գդրելով դվավ անոնց։ Այն ադեն անոնց աչքերը բացվեցան ու զինքը ջանցան։ Եվ ինք անոնց մե աներևույթ եղավ։ Ու իրարու գսեին, չէ որ մեր սիրտերնից մեջ ներսիդից կբորբոքեր, երբ ինքը մեզի հետ կխոսեր ջամփում մեջ եւ գիրքերը կմեկներ մեզի։ Ու ելան նույն ժամուն Երուսաղեմ դարձան ու մեկտեղ ժողոված կդան 11-ը ու անոնց հետ եղողները, որոնք կսեին թե իրավցնե դերը հարություն արավ ու Սիմոնի երևցավ եւ իրենք պատմեցին ինչ որ ջամփում վրա եղավ եւ թե ինչպես ինքը իրեն ջանցուց հացը գդրած ադենը։ Եվ քանի որ այս բաները կխոսեին, Հիսուս ինքը գայնեցավ անոնց մեջտեղը ու ուսավ անոնց, խաղաղություն ձեզի, բայց անոնք զարուրելով կվախնային ու կգարձեին, թե ոգիմը կտեսնեն։ Այս կանը սրա մեջից մեր բնաբանն է, ինչ որ ամարոդ այսօր միտ խոսենք, գիտեք ինչպես որ ձանուցվեց վերևի սրահը դարևերջին մեր սովորությամբ ես հացկերույթ, ճաշկերույթ են գանում, այդտեղ ավելի շատ ժամանակ կունենանք։ Ահա մենք հանդիպում ենք
ճանապարհորդության ընթացքի մեջ եղող երկու հավատացյալների, որ մեկի անունը Գղեով պասել։ Եվ Հիսուս էլ անձամբ ինքը մոտենում եւ ուղեկցում է նրանց։ Եվ ինչ հետևանք է ստացվում։ Մենք կարող ենք սովորել նոր դարվա ճամփորդությունը ճիշտ սկսելու եւ ուղիղ ընթանալու եւ ուղիղ վաղճանին հասնելու համար։ Միակ պայմանն է անձամբ Հիսուսին ընկերացած լինել։ Հիսուս գիտնալով, որ առանց իր ընկերակցության հնարավոր չէր այս հոգևոր կյանքը երկրի վրա ճամփորդել, ասեց. ահա ամեն օր ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Մատթեոս 28-րդ գլուխը վերջի հրանքները, որ տվավ դերը նախքան համբարձումը։ Եվ ասավ, գնացեք բոլոր աշխարհ եւ աշակերտեցեք, մգրտեցեք, եւ ես ամեն օր ձեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Այսօր առաքյալները չկան, 2000 տարի առաջ մահացան նրանց հաջորդող հավատացյալները չկան, եւ 2000 տարի հետո մենք ենք, որ այսօր գանք։ Ուրեմն պատկամը մեզ համարել է։ Ահա ամեն օր ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Դերը մեզ հետ է նաեւ ամեն օր մինչև աշխարհի ավարտը։ Այսինքն այս աշխարհի սիստեմը, կյանքի ձևը պիտի անցնի։ Մինչև այնտեղ, մինչև դերը գա, նա ամեն օր մեզ հետ է։ Մի քիչ սրա վրայով բարձաբանություններ անեմ, Հովաննու ավետարանի 17-րդ գլխի 19 համարն է, Դասնվեց համարից վիդի գարտամ, անոնք աշխարհը չեն, Հիսուսի քահանայապետական աղոթքն է, որ հորը արեց։ Ինչպես ես այս աշխարհը չեմ, սրբես անոնք քու ճշմարտությունովդ, քու խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու ինձ աշխարհ ղրգեցիր, ես ազանոնք աշխարհ ղրգեցի։ Ինչպես որ հայրը Հիսուսին ղրգեց աշխարհ, Հիսուս էլ հավատացյալներին, առաքյալներին, հավատացյալների մինչև այսօր աշխարհ ղրգեց։ Ես ազանոնք աշխարհ ղրգեցի եւ անոնց համար ես իմ անձս կսրբեմ, որովհետեւ իրենք ճշմարտությունով սրբացած ելան։ Բայց ոչ թե միայն անոնց համար կգաղաչեմ, ապա անոնց խոսքով բոլոր ինձի հավատացողներուն համարալ։ Դա էլ մեզ է վերաբերվում։ Ոչ թե անցյալի հավատացյալներին, մարգարեներին, առաքյալներին, ապա նրանց խոսքով, ովքեր որ հավատացին մեր ժամանակի մեջ, նրանց համարել է պատկանում այդ խոսքը, որպեսզի ամենալ մեկը լան։ Սրան գծելով 20-րդ գլխի մեջ ուրիշ խոսքերը Տեր Հիսուսի 20-րդ գլխի Հիսուս մերելներից հարություն արավ եւ ինչպես կարդացինք այնտեղ ինքը հայտնվեց աշակերտների մեջը եւ զայսսելով իր ձեռքերը ու գողը ցուցուց անոնց աշակերտներն ալ ուրախացան եւ բերը դեսան եւ Հիսուս նորեն ըսավ անոնց խաղաղություն ձեզի ինչպես հայրս ինձ խրգեց ես ալ ձեզ կխրգեմ հայրը Հիսուսին խրգեց աշխարհ մարդկայի մարմնով եկավ ինքը աշխարհ Սուրբ Կույսից մարմին արավ մարդացավ մարմնացավ ծնավ գադարելապես Սուրբ Կույս Մարիամից որպեսզի մեզի միջնորդ լինի, փոխանորդ լինի, փրկիչ լինի մեզի։ Եվ
այս խոսքերը երբ Հիսուս ասեց, անոնց վրա փչեց ու ըստավ անոնց արեք հոգին սուրբ։ Ինչպես որ հայրը Հիսուսին ղրգեց, Հիսուս ալ մեզի ղրգեց եւ ըստավ նրանց վրա փչեց, երբ Հիսուս փչեց նրանց մեջը, ըստավ արեք հոգին սուրբ, ինքը որպես հոգի, որպես կյանք մտավ առաքյալների մեջը։ Երբ որ Հիսուս ասեց գնացեք բոլոր աշխարհը, ինքը չասեց որ ինչպես գուզեք այնպես արեք, ես ձեզ պատվիրում եմ։ Նա էր որ աշակերտների մեջն էր եւ ասեց արեք հոգին սուրբ, ինչպես որ հայրը ղրգեց իրեն, ինքն էլ առաքյալներին ղրգեց, մեզի ղրգեց եւ մեզ չասեց որ ինչպես որ գուզեք այնպես արեք, Հիսուս մտավ նրանց մեջը, մինչև այսօր Հիսուս եկեղեցիի հավատացյալների մեջն է։ Մի համար գարտամ Հռոմեացի ստեղծից, բայց դուք մարմնով չեք, հաբա հոգիով, եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակած է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, անիկա անորը չէ, եւ եթե Քրիստոս ձեր մեջ է, ալ մարմինը մեռած է մեղքի համար ու հոգին կենդանի է արդարության համար, իսկ եթե Հիսուսը մերելներեն հարուսանողի հոգին, որ է Սուրբ հոգին, ձեր մեջ բնակած է, ալ անիկա որ Քրիստոսը մերելներեն հարուց, պիտի կենդանացնե ձեր մահկանացու մարմինները, մահվան ենթակա մարմինները իր հոգիով, որ ձեր մեջ բնակած է։ Ուրեմն մենք այս խոսքերով ինչ ենք սովորում, մենք սովորում ենք, որ Քրիստոսի հոգին մեր մեջ է, կենդանի Աստվածը մեզ հետ ապրում է։ Եվ սա մենք պետք է որ փորձառություն դարձնենք։ Մենք պետք է այնպես ապրենք, որպես թե ամեն օր Քրիստոս մեր մեջ է։ Սա պետք է որ վարժություն դարձնենք մենք, Աստվածպաշտության վարժեցուր քու անձդ, Բատվերը Դիմոթեոսին։ Մենք պետք է վարժվենք Քրիստոսի հետ քայլել նոր դարվա ընթացքում։ Հիսուս նրանց հետ գնում էր, բայց նրանց աչքերը բռնված էին եւ իրեն չկարողացան ճանաչել։ Եթե մենք մեզ հարցնենք, թե ինչ բաներ մեր աչքերը բռնեցին, որ մենք ամբողջ տարին մեզ ուղեկցող, մեզ հետ քայլող, մեր մեջ ապրող, հարություն արած, փրկիչին չկարողացանք ճանաչել եւ վայելել։ Մենք պիտի նկատենք հետևյալ բաները։ Հիսուսից ավելի մեծ հաճելի եղող բաների նայվածքներ, մարմինը հաճեցնող դեսարաններ, աշխարհային հրավուրներ, Ղովդի կնոջ նման դերոջը դադարած բաների հետադարձ նայվածքներ, այս բոլորը արգելք եղան եւ մեզ հետ քայլող, մեզ հետ ընթացող փրկիչին չկարողացանք ճանաչել։ Ահա սրանք բոլորը մեր աչքերը բռնեցին ու մենք չկարողացանք տեսնել, վայելել մեզ ուղեկցող Հիսուս Փրկչին եւ այդ պատճառով էլ նրա սերը մեզ չհրաբուրեց եւ մենք չկարողացանք մեր սիրտը ու սերը բոլորովին նրան տրամադրել։ Հիսուս հարցնում է. ինչ են այն խոսքերը, որ իրար հետ խոսակցում եք։ Հոգևոր կյանքի զարմանալի մի հագաստություն,
Հիսուսի վրայով են խոսում, մինչդեռ Հիսուս անձամբ նրանց հետ քայլում է, բայց ոչ նրան ճանաչում են եւ ոչ էլ նրան վայելում։ Իսկ մենք նայենք ամբողջ տարվա մեր ճամփորդության ընթացքում, որքան Հիսուսի վրայով խոսեցինք, քարոզեցինք, սակայն ափսոս որ այս հարուցյալ փրկչին չկարողացանք ներքնաբեž ճանաչել եւ կյանքով վայելել, որտեղ մեր աչքերը բռնվեցին։ Աշակերտների տված պատասխանն էլ հետաքրքիր է Հիսուսի տված հարցումին։ Նազովրեցի Հիսուս խոսքով զորավոր մարգարեմը մատնեցին նրան եւ խաչը հանեցին։ Իսկ մենք ամբողջ տարվա ընթացքին մեզ ուղեկցող փրկչին մենք ինչ ձևով ճանաչեցինք, մեր ճանաչած Հիսուսը խաչյալ Քրիստոսն է, թե ոչ հաղթական հարություն արած երկրի գահի վրա գերիշխան սատանային եւ մեղքին իշխանությունից ազատագրող մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նրանք Հիսուսին ճանաչեցին որպես խաչյալ Քրիստոս, իսկ մենք որպես խաչյալ Քրիստոս չենք ճանաչում, այլ հաղթական Քրիստոսը մեղքի ու մահվան սատանայի վրա եւ փառքով համբարձավ հորը աջ կողմը նստավ։ Դրա համար Պողոս առաքյալը 2 Կորինթացիս 5-րդ գլխի 16 համարի մեջ այսպես է ասում, կարդամ այնտեղից դա, շատ գեղեցիկ է։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 16 համարը։ Ուստի ասկե յետև մենք մեկը մարմնով չենք գիտեր, ու թեև Քրիստոսը մարմնով ճանչանք, բայց հիմա ալ այնպես չենք ճանչներ։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծվածն է, հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Մենք ոչ թե ճաշտում ենք խաչյալ Քրիստոսը, այլ հարություն արած, փառքով զորությամբ հաղթական Քրիստոսը Աստծո մեծության աջ կողմը նստած։ Եվ Հիսուսի հարցումին նրանք ասեցին, նազովրեցի Հիսուս խոսքով զորավոր մարգարեմը մատնեցին նրան, խաչը հանեցին։ Իսկ մենք կհուսայինք, թե անիգա էր, որ Իսրայելը պիտի ազատ էր։ Իսկ մենք խաբված ենք 3 տարի այդ մարդու հետևից իզուր գնացինք։ Մենք կհուսայինք, որ նա էր, որ պիտի փրկեր մեզի, ավաղ ուրեմն նա չէր։ Նրանք մերելների հարության հավատքը չունեին։ Ամեն մի հավատացյալ իր մարմնավոր իմաստությամբ իր անձի համար յուրահատուկ ազատագրման հույսեր ունի հորինված։ Ոմանք հույս ունեն, որ Տիրոջ ներկայությունը իրենց պիտի ազատի մարմնավոր դանջանքներից, ուրիշներ էլ հույս ունեն, որ իրենք զերծ պիտի մնան մարդկանց կողմից առաջացած նեղություններից, ուրիշներ էլ կան, որ հույս ունեն ազատվել իրենց անհանգստացնող բոլոր բարագաներից։
Բայց Աստված էլ թույլ է տալիս, որ մեր ակնկալած բոլոր հույսերը իզուր դուրս կան։ Եվ այս մեր խափանված հույսերի հանդեպ Հիսուսի միակ պատասխանն է։ Իսկ մենք կհուսայինք, որ նա էր, որ Իսրայելը պիտի ազատեր։ Ուրեմն հուսախապ եղան իրենք։ Շատ հավատացյալներ, ինչպես կարդացինք, որ ոմանք հույս ունեն, որ ամեն տեսակ չարիքներից ազատ պիտի մնան, մարմնի հիվանդություններից ազատ պիտի մնան եւ այլն։ Ու երբ որ չլինի այդ բաները, իրենք ուսախապ են լինում։ Մի համար կա Սաղմոս 142-ի մեջ, Դավիթն է գրում այնտեղ, ասում է. Աբաստանարանս անհույս եղավ։ Դավիթ թագավորը մի բան ուներ, մի աբաստանարան ուներ, մի բան ուներ, որ գրթնել էր, հույսը նրա վրա էր դրել։ Ու այդ հույսը թողեց իրեն։ Այդ աբաստանարանը չկարողացավ իր դերը խաղալ եւ ինքը անօգնական մնաց։ Անգլերենի մեջ շատ գեղեցիկ է գրված. I have no refuge է գրված։ Բայց King James թարգմանությունը շատ ավելի լավ է, գեղեցիկ է տալիս։ Refuge has failed me. Աբաստարանանս ձախողեցավ։ Այն որ աբաստանարան էր իրեն, մեջքը ամուր էր բահում իրեն, fail եղավ, ձախողեց։ Ու հետո դիմեց Աստծո ինքը։ Եվ Հիսուսը ասավ, ով անմիտներ, թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որոնք մարգարեները խոսեցին, չէ որ Քրիստոսի պետք էր այս չարչարանքները գրել ու իր փառքը մտնել։ Ուրեմն առաջվանից Հիսուսի համար արդեն գրված էր։ Եսայի 53-ի մեջ հայրը ձեզելով ցավերու մատնեց։ Հիսուս մեր համար, մեր փոխարեն ցավ գրեց, չարչարանք գրեց։ Հայրը թույլ տվավ, որ նա ձեզելով ցավերու մատնվի, խայդարակվի։ Իր առջև եղած ուրախության համար հանձն արավ, ամոթը արամարեց։ Եվ մարգարեները ասում էին, որ Հիսուս պիտի չարչարվի, պիտի հալածվի, պիտի նախատվի, խաչը պիտի ելնի։ Չէ որ այս չարչարանքները գրել իր փառքը մտնել հետո։ Մենք էլ պետք է հոժարենք նոր դարվա նկատմամբ եղած բոլոր մարդկային հույսերի ծրագիրը պատրել։ Իմանալով, որ մեզ պետք է այս կյանքի նեղությունները գրել եւ հետո փառքը մտնել։ Անցյալ գիրակի քարոզի ընթացքում հիշեցինք դա, որ Ֆիլիպեցիս 3-րդ գլխի 21 համարի 12 համարի մեջ գրված էր, ձեզի դրվեցավ ոչ միայն հավատալ, հաբա նրա համար նեղություն էլ գրել, չարչարանք էլ գրել, այդ էլ դրվեցավ մեզի։ Եվ եթե մենք նրա չարչարանքներին գծորդ լինենք, նրա փառքին էլ հաղորդ պիտի լինենք։ Եթե անոր հետ մերանք, նրա հետ էլ պիտի հարություն առնենք։
Եթե մենք նայենք Քրիստոսի մեջ մեզի գադարվածը, մեր կյանքը Քրիստոսի մեջ է։ Քրիստոս հարություն արավ, համբարձավ, հորը աջ կողմը նստավ։ Մենք նրա հետ միասին այնտեղ ենք։ Ու երբ որ Հիսուս վերադառնա, մենք էլ, մեր կյանքն էլ նրա հետ միասին պիտի գա։ Մեր կյանքը գծված է Հիսուսի հետ։ Երբ մոտեցան այն գյուղին, որ գերտային, մենք էլ մոտեցանք ամեն բանի վախճանին, և դերոջը գալուստը ավելի մոտեցավ, ուրեմն ինչ անենք, երկու համար գարտամ Հռոմեացիս 13-րդ գլխի մեջից, որտեղ որ առաքյալը հետևյալ խրատն էր դալիս, 13-ի 11 համարը, և այսպես ըրեք գիտնալով այս ադեմ, որ հիմա ժամանակ է մեզի քունի արտնալու, մեզի հիմա մոդ է փրկությունը, քան թե այն ադեն, որ հավատացինք, գիշերը շատ անցած է ու ցորեգը մոտեցած, ուստի մեկտի ենենք խավարի գործերը ու մեր վրա հագնենք լույսի զենքերը, որպես թե ցորեգ ադեն բարկեշտությունով բդդինք։ Առաքյալը այդ է խրադում մեզի, հիմա ժամանակը մոտ է, քան թե այն ժամանակ, որ հավատացինք, երբ հավատացինք 10 տարի, 20 տարի առաջ, հիմա այդքան դարիներ անցավ, ավելի մոտեցանք, գիշերը շատ անցած է, ցորեգը մոտեցած։ Եվ նրանք ստիպեցին նրան, մեր քով գեցիր, և մենք իմանանք, որ մեր կարիքը միայն մեզ ուղեկցող փրկիչը չէ, այլ նաև մեր սրտի մեջ գիշերող, օթևանող մի փրկիչ է։ Եվ մտավ անոնց քով գենալու։ Ծաղկազարդի օրը, երբ Հիսուս տաճարից ներս մտավ, ահա տաճարը ավազակների այր էր դարձել, և իր համար դեղ չգար, ուստի գնաց Բեթանիա սիրելի ընտանիքի հարգիտակ օթևանելու։ Հիսուս ինչ պատճառով կարողացավ այնտեղ մնալ և օթևանել։ Այնտեղ կար մի Մարթա, որը իր բոլոր էությամբ և ունեցվածքով պատրաստ էր Հիսուսին ծառայելու։ Այնտեղ էր նաև մի Մարիամ, լիովին գրավված իր վարդապետի սիրով, նրա ոտքերի պատվանդանին առջև նստած ունկնդրում էր նրան։ Այնտեղ էր նաև Ղազարոսը իր անձը չէր խնայում ոչ մահից, ոչ էլ գերեզմանից, որպեսզի վարդապետի փառքը հայտնվի։ Այսպիսի մի բնակարանի մեջ Հիսուս կարողացավ գալ և մնալ։ Իսկ մենք կարող ենք այսպիսի մի ընդունելություն տալ Հիսուսին, որ նա մեր մեջ քայլի և ապրի և գործի։ Մտածենք, որքան թերություններ ունեցակ անցյալ դարվա մեջ։ Ուրեմն այս նոր դարի նոր ընթացքով սկսենք։ Այս երկու աշակերտները ինչ միջոցով կարողացան ճանաչել հարություն արած Հիսուսին։ Հիսուս նախ իր խոսքի միջոցով ինքը իրեն հայտնեց։ Հետո էլ հացը օրհնելով կդրելու ժամանակ։ Մենք էլ նույն միջոցներով կարող ենք ճանաչել հարուցյալ Քրիստոսին։ Հետևանքը եղավ այն, որ շտապ Երուսաղեմ վերադարձան, որպես կենդանի վկաներ հարուցյալ Հիսուսին։ Մեր կենդանի մի վկայություն չունենալը ինքնին մի փաստ է, որ մենք ըստ արժանավուն չենք ճանաչել հարուցյալ Փրկչին։ Եթե մենք ճանաչեինք հարուցյալ Փրկչին, ամեն օր նրա կենդանի վկաները պիտի լինեինք, բայց մեզանից բացակայում է դա։ Ուրեմն աղոթենք, որ այս տարվա տարի հարուցյալ Փրկչին ավելի լավ ճանաչենք
եւ վայելելու նրանց եւ վկայելու։ Երեք կետեր հիշեմ եւ վերջացնեմ։ Առաջինը, երեք ճշմարտություններ այս դասից ինչ կարող ենք սովորել։ Հոգևոր կյանքը ճիշտ է սկսելու եւ ավարտելու համար անձամբ Հիսուսին ընկերացած քայլել։ Երկրորդը, Հիսուս քայլում է նրանց հետ, բայց առողջ։ Չէ՞ որ դեդեցին Հիսուսին, այրուն լվա եղավ, եւ 3 օր հետո, երբ որ հարություն արավ, նա բոլորովին առողջ էր։ Երրորդը, բռնված աչքերը ապացույց է թերահավատության։ Հետևանքը Երուսաղեմից հեռանալ։ Թերահավատության հետևանքը նրանք Երուսաղեմից գնում էին դեպի Էմավուս։ Երուսաղեմը բարձրավանդակի վրա է, ասում են 7 բլուրների վրա է շինված։ Երուսաղեմը Աստծո ներկայության վայրն է, դաջարը այնտեղ է, Աստծո ներկայությունը կա։ Ուրեմն Երուսաղեմից հեռանալ, թե Երիքով, թե Էմավուս, միշտ էլ հավատքի կյանքից հեռանալ է, թերահավատության պատճառով, մարմնավոր քայլելու հետևանքով։ Էմավուսը արամարված ժողովուրդ, ասին հոգևոր միջավայրից ընկնել մարմնավոր վիճակի մեջ եւ շատ հավատացյալներ փոխանակ հոգևոր կյանքը շարունակելու ընկնում են իրենք մարմնավոր կյանքի մեջը։ Աստվածտա որ արթնանան իրենք եւ սրանք ամիջապես ետ վերադարձան վկայելու համար ինչ որ իրենց հետ պատահեց։ Այս կանը դերը օրհնի, որ մենք նոր դարվա ընթացքում ավելի նվիրված հոգևոր կյանք ունենանք եւ մեր կյանքով փառավորենք Հայրը Հիսուսը, որ երկինքն է։ Ուրեմն հիմա մենք վերևը կհավաքվենք այնտեղ